Ադրբեջանում այս շաբաթ ուշադրության կենտրոնում հայտնված թեմաներից է Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնի կառուցման պատմությունը, որի համար ըստ տարածված տեղեկությունների 5 ընտանիք կարող է զրկվել իր տնից։ Այսօր Ադրբեջանի շուրջ այլ թեմաների մասին կզրուցենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ, նա արդեն մեր տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Ալբերտ։ Արման, Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնի կառուցման թեման կարծես դուրս է եկել սովորական քաղաքաշինական նախագծի շրջանակներից, կասես ինչ է կատարվում իրականում եւ ինչու է այս թեման այսքան սուր ընկալվում։ Այո Ալբերտ, որովհետև սա ըստ էության Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի հերթական դրսևորումներից մեկն է։ Ըստ տարածված տեղեկությունների Թբիլիսի պատմական Աբանոթումանի հատվածում Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոն կառուցելու համար նախատեսվում է 5 ընտանիքի տների հարկադիր օտարում եւ հենց դրա համար էլ այս պատմությունը միանգամից քաղաքական ու զգայուն երանգ ստացավ։ Խոսքը այլևս միայն շինարարության մասին չէ, այլ այն մասին, որ Իլհամ Ալիևը իր հոր ու Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը նորից շարունակում է հավերժացնել այլ երկրներում։ Այսինքն Բաքուն այստեղ նորից գնում է շատ ծանոթ ճանապարհով Հեյդար Ալիևի անունը ներկայացնել ոչ միայն որպես ներքին պետական պաշտամունքի մաս, այլ նաև դուրս է բերում երկրի սահմաններից ու տեղավորում ուրիշ հասարակությունների հիշողության դաշտում, ու երբ դա արվում է այնպիսի պայմաններում, որ մարդիկ կարող են զրկվել իրենց գույքից, բնական է, որ թեման սկսում է ավելի սուր ընկալվել։ Այդ պատճառով էլ Թբիլիսի այս պատմությունը շատերի աչքին ոչ թե սովորական մշակութային նախագիծ է, այլ անձի պաշտամունքի հերթական արտահանումը Ադրբեջանից։ Արման, բայց կարծես սա առաջին դեպքը չէ, որովհետև Հեյդար Ալիևի անվան կամ արձանի հետ կապված տարաբնույթ պատմություններ են եղել տարբեր երկրներում եւ բացասական քննարկումներ են եղել հիմնականում, ինչ կասես։ Այո Ալբերտ, եւ հենց դա էլ կարեւոր է հասկանալ, Թբիլիսի պատմությունը միակ դեպքը չէ, օրինակ 2011 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Դաշմայդանի այգում բացվեց Հեյդար Ալիևի արձանը այն բանից հետո, երբ Ադրբեջանը միլիոնավոր եվրոներ էր տվել այգու վերանորոգման համար։ Բայց նույնիսկ այդ ժամանակ սերբական մամուլում եւ բլոգներում հարցեր էին տալիս, ինչու պետք է քաղաքի կենտրոնում կանգնի մի մարդու արձան, որի կենսագրությունը Սերբիայի հետ ուղիղ կապ չունի։ Ասեմ ավելին, ուղղակիորեն սերբական մամուլում Հեյդար Ալիևի ներկայացնում էին որպես բռնապետ։ Հեյդար Ալիևի արձանը այնքան մերժելի էր, որ 2014 թվականին սերբ երիտասարդները ի աջակցություն Հայաստանի այն ծածկել են Արցախի դրոշով, իսկ 2023 թվականին աջակցություն Հայաստանի ներկով գրառումներ էին արել արձանի վրա։ Մյուս ամենաաղմկոտ օրինակը Ալբերտ թերևս Մեխիկոյում էր 2012 թվականին, այնտեղ Հեյդար Ալիևի արձանը տեղադրվեց մայրաքաղաքի կենտրոնում, բայց շատ արագ սկսեցին բողոքներ իրավապաշտպաններից, ակտիվիստներից, քաղաքային շրջաններից։ Արդեն 2012 թվականի նոյեմբերին հատուկ հանձնաժողով խորհուրդ տվեց արձանը հանել, իսկ 2013 թվականի հունվարի 26-ին այն իսկապես հեռացվեց ու տեղափոխվեց Պահեստ, որովհետև դարձել է շատ սկանդալային այդ թեման։ Հետաքրքիր է նաև Մոսկվայի պատմությունը, դեռ 2006 թվականին էին այնտեղ փորձել Հեյդար Ալիևի հուշարձան տեղադրել, բայց Մոսկվայի իշխանությունները նախագիծը կասեցրել էին հասարակական ճնշման ֆոնին, իսկ հետո գրեթե 2 տասնամյակ անց արդեն 2025 թվականի մարտին Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրվեց Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Կուզեի նաև անդրադառնալ իմիջիայլոց Մախաչկալայի դեպքին, խոսքը 2023 թվականի հուլիսին բարձրացած աղմուկի մասին էր, երբ քաղաքում քննարկվում էր Հեյդար Ալիևի արձանը տեղադրելու հարցը։ Տեղացիների մի զգալի մասը շատ բացասաբար արձագանքեց, ասելով, որ չեն հասկանում, թե Հեյդար Ալիևն ինչ կապ ունի Դաղստանի հետ, որ նրա արձանը պետք է դրվի քաղաքի կենտրոնում։ Թեման այնքան էր մեծ արձագանք ստացել, որ արագ դարձավ հանրային դժգոհության ու քաղաքական վեճերի նյութ, ու հենց դրա համար էլ Թբիլիսի այս պատմությունը շատերին արդեն ծանոթ սցենար էր թվում։ Իմիջիայլոց Ալբերտ մի խոսունթիվ ասեմ, որը կամբողջացնի Ադրբեջանի կողմից Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի տարածման նպատակային քաղաքականությունը։ Աշխարհում կա մոտավորապես 1 տասնյակից ավելի արձաններ ու մշակութային կենտրոններ նվիրված Ալիևին, իսկ միայն Ադրբեջանում պաշտոնապես կա 60 թանգարան ու կենտրոն նվիրված իրենց ձևակերպմամբ համազգային իրենց առաջնորդին։ Շնորհակալություն Արման, սակայն մեկ այլ ուշագրավ զարգացում է եղել այս շաբաթ, երեք Բաքու են մեկնել
Հայ քաղաքասարակության ներկայացուցիչները ինչ է հայտնի այս պահին այդ այցի մասին։ Այս պահին Ալբերտ հայտնի է, որ ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում անցկացվում է խաղաղության կամուրջ նախաձեռնության հերթական երկկողմ կլոր սեղանը եւ որ հայ պատվիրակությունը Բաքու է մեկնել ցամաքային ճանապարհով։ Այսօր հանդիպումը դեռ շարունակվում է, իսկ Ադրբեջանը բավականին ժլատ տեղեկություններ է հայտնում։ Հրապարակայնորեն հիմնականում ասում է այն, ինչ ստանդարտ տրկվում է թեմայի վերաբերյալ պաշտոնական գրեթե բոլոր հայտարարություններում, այսինքն քննարկվում է խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, նախաձեռնության շրջանակներում կատարված քայլերը եւ վստահության բարձրացման հարցերը, այսինքն ոչ մի նոր բան իրականում չեն ասում։ Հիշեցնեմ Ալբերտ, որ սա հայկական կողմի երկրորդ այցն է Բաքու։ Մինչ այդ 2025 թվականի նոյեմբերի 21-ից 22-ին հայ քաղաքասարակության ներկայացուցիչները 5 հոգանոց կազմով արդեն հասցրել էին գնալ Բաքու։ Իսկ դրան նախորդել էր ադրբեջանական առաջին այցը Երևան 2025 թվականի հոկտեմբերի 21-ին, երբ Երևանում կայացել էր առաջին կլոր սեղանը։ Դրանից հետո 2026 թվականի փետրվարի 13-ին էին ադրբեջանցի փորձագետները կրկին եկել Հայաստան։ Նշեմ, որ վերջին երկու փոխադարձ այցերին էլ երկու կողմերից հրապարակված ցուցակում եղել են 20-ական մասնակից։ Դժվար է իհարկե այս հանդիպումներից շոշափելի արդյունք ակնկալել, քանի որ Ադրբեջանում առայժմ որևէ տեսանելի տեղաշարժ չկա հայատյացության պետական ու հասարակական մթնոլորտի թուլացման հարցում։ Շնորհակալություն Արման, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ մեր տաղավարում զրուցում ենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։